Հալելույա մեր Տիրոջը։ Այսօր սիրելիներ, ուղերձը ես կարելի ասել բաժանել եմ երկու մասի, բայց իհարկե անպայման Տերը իր օծությամբ, իր յուղով կկպցնի երկուսի արժեքնել։ Ես խնդրում եմ, որ պատանիները մնան մինչև իմ ուղերձի սկիզբ առաջի մասը, որ խոսել եմ, անպայման ներկա լինեն։ Ես կխնդրեմ պատանիները նստած են այդտեղ ձեռքը բարձրացնեք։ Աստված օրհնի, կանչելու եմ առաջ ձեր համար աղոթք անենք։ Փառք Հիսուսին, սիրելիներ, իհարկե ոչ միայն պատանիները, նույնպես մեծերը։ Ու այսօր ես խոսելու եմ սկիզբ առաջի մասը, որ ես խոսելու եմ սոցցանցերի մասին, խոսելու եմ կոմպյուտերային խաղերի մասին, խոսելու եմ կազինոների մասին, ու ուզում եմ ամեն մեկը սրտում մեր հոգու մեջ դնեն։ Նամանավանդ պատանիներին կխնդրեմ երեխեք ձեր ուշադրությունը, ուշադիր եղեք այն ինչ որ հիմա կխոսեմ, այն ինչի մասին որ կկիսվեմ հիմա։ Սիրելի ծնողներ, խոսքս նույնպես ձեզ ավերաբերում սկսած ինձանից, ես էլ ծնող եմ մեր երեխաների հետ կապած։ Եվ իհարկե նույնպես մենք, եթե անգամ մեզ կբռնացնենք այն ուղերձի մեջ, որը որ ես հիմա կկիսվեմ։ Խոսելու եմ կոմպյուտերային խաղերի ու նման բաների մասին։ Նախ ամենասկզբից սիրելիներ, ես ուզում եմ մի երազով սկսեմ, մի երազ պատմեմ, որը մոտավորապես 15 տարի առաջ եմ տեսել, ու այդ երազը գիտեմ Տիրոջից մարգարեական, այսօր երկու երազ եմ պատմելու մարգարեական, որ երկուսն էլ մոտ 15 տարի առաջ եմ տեսել, պլյուս մինուս 1-2 տարվա տարբերությամբ։ Առաջին երազը դա մարգարեական ուղերձ էր, ես գիտեմ, որ դա նույնպես իմ ծառայության մեջ է մտնում, իմ օծության մեջ է մտնում, ու ես գիտեմ, որ գնալով դրա կանչը, դրա կարիքը ավելի շատանում է ու բարձրանում է։ Երազից խորհուրդը ինչումն էր, ես տեսնում եմ մի կլոր բարձրահարկ շենք, ամբողջ շենքը ինքը սենց կլոր էր, ու ինքը թափանցիկ ապակիներով էր, ու այդտեղ ինքը ոչ թե, գիտեք, տարգովի ցենտրի նման էր, այսպես ասեմ, հա մեծ հանրախանութի նման էր, բայց ինքը խանութներ չէր իր մեջը, այլ մի համակարգչի տեղով, հա մի կոմպյուտերի տեղով, այսպես լիքը հազարավոր երիտասարդներ էին նստած, ու երիտասարդները նստած են իրանց գլխներին դրած էր այդ ականջակալները, ու իրանք կենտրոնացած էին այդ համակարգչի մեջ, մեր ժամանակակից բառն եմ օգտագործելու, զոմբիացած էին այդ համակարգչի մեջ։ Ու երազիս մեջ այնպես էր, որ ես մի քանի հոգու հետ էի, մոտ 4-5 հոգու հետ էի, գալիս էի, մոտենում էի, ականջակալները բացում էի ու Քրիստոսի ավետարան էի խոսում, երազի մեջ այդ ամեն ինչը շատ արագ էր տևում։ Եվ ում որ Քրիստոսի ավետարանը խոսում է, ինքը ոնց որ սթափվում էր, կյանքի էր գալիս, ու ինքը դառնում էր մեզնից մեկը, ու մենք այդպես մոտենում, հատ ամեն մեկին ազատագրում էինք։ Ու մեկ էլ ամբողջ շենքի մեջ շուխուռ ընկավ, ձայն ընկավ, հակաքրիստոսը գալիս է, ները, ովքեր որ գիտեն, հակաքրիստոսը գալիս է, ու ես այդ բալկոնչիկից այսպես կախվում եմ, նայում եմ ներքև ու տեսնում եմ հակաքրիստոսը իր բանակով, ատրճանակներով, զենքերով մտնում են այդ շենք, ու ես գիտեմ, որ իրանք եկել են մեր հետևից։ Ու երազիս մեջ այնպես է, ես պտտվում եմ այդ իմ թիմին, որ իմ հետ էր ասում, հիմա ցրվում ենք ամեն մեկս առանձին ենք ազատագրում այս երիտասարդներին։ Ու երազի մեջ տեսնում եմ, որ ամեն մեկս ես առանձին, այդ իմ հետ իմ մարդիկ առանձին մոտենում ենք ու ականջակալները հանում ենք, խոսում ենք ավետարան, ինքը դառնում է մեզնից մեկը։ Ու արագ այդ բազմությունը գնալով մեծանում էր ու արթնացա։ Երբ որ արթնացա, ես հասկացա, Տերը իհարկե բացեց, հասկացա, որ սա վերջին ժամանակների մարտահրավերներից մեկն է լինելու մեզ համար, որ վերջին ժամանակներում մենք հիմա այդ ժամանակների մեջ ենք, որ համակարգիչը, ինտերնետային աշխարհը իր լավ կողմերից բացի ունի իր նույնպես դիվական ազդեցությունը, որ եկեղեցին կանչված է լինելու ազատագրում բերի ժողովրդին այդ աշխարհից։ Ու իհարկե ամենասկզբից շատ փոքր ես ուղղակի կկպնեմ կոմպյուտերային խաղերի դրական կողմի մասին։ Այո, կոմպյուտերային խաղերը ունեն իրանց մեջ որոշակի դրական կողմ, որն է դա։ Նախ այն խաղերը, ես կխնդրեմ բոլոր ուշադիր լինեն, այն խաղերը, որոնք իրանց մեջ ունեն լոգիկա, ռեակցիա, թվաբանություն, հաշվարկ, շախմատ, դիզայն, լեզվի սովորում, խաչբառներ կամ հիշողության զարգացում։ Այս խաղերը, երբ որ խաղան, բայց քիչ ժամանակով, օրական մի քանի րոպե, 5, 10, 15 րոպե խաղան, սա նորմալ է։ Երբ որ պարզապես ուղեղը կմարզվի, նորից իրանք ինչ որ կթարմանան, ինչ որ ուղղակի թեթևություն կվերապրեն ու կանցնի առաջ։ Ես այն ինչ որ վերաբերում է օգտակար բանին սա էր՝ լոգիկա, ռեակցիա, թվաբանություն, հաշվարկ, շախմատ, դիզայն, լեզու, խաչբառներ, հիշողության զարգացում։ Բայց ես հիմա ուզում եմ խոսամ կոմպյուտերային խաղերի, ինտերնետային այդ կազինոների,
այն դիվական կողմի մասին, որով այսօր սատանան օգտագործում է դա ու գերի է բռնում 100 չէ, 1000 չէ, տասնյակ եւ 100 հազարավոր մարդիկ սիրելիներ։ Ովքեր որ ճանաչում են, ովքեր որ գիտեն, ովքեր էլ չէ, Տատյանա Չեռնիգովսկայա, ինքը գիտնական է նյարդաբանության, հոգե լեզվաբանության եւ գիտակցության տեսության բնագավառներում։ Նա դասավանդում է մեր Սանկտ Պետերբուրգում, շատ հայտնի է, ինքը կինատարեց, շատ հայտնի է, 300-ից ավել գիտական թեզեր ունի։ Եվ ես ուզում եմ խոսեմ իր տեսանկյունից, սա գիտական տեսանկյունն է, նույնպես խոսել եմ հոգևոր մասից, ինչ են անում կոմպյուտերային խաղերը այսօր մեր կյանքում։ Կոմպյուտերային խաղերը մարդուն գցում են նույն գերության մեջ, ինչպիսին է թմրանյութը նարկոտիկը։ Սա սիրելիներ պարզապես կարծիք չի, սա գիտական ապացույց է, արդեն սա խոսում է գիտնականը, ով ունի 300-ից ավել թեզ։ Կոմպյուտերային խաղերը գցում են մարդուն նույն կապվածության մեջ, ինչը որ գցում է թմրանյութը նարկոտիկը։ Կոմպյուտերային խաղերը բթացնում են ուղեղը։ Կոմպյուտերային խաղերը վնասում են հիշողությունը։ Կոմպյուտերային խաղերը ազդում են ուսման վրա։ Կոմպյուտերային խաղերը բերում են հոգեկան խանգարում։ Կոմպյուտերային խաղերը կոմպյուտերով տարված մարդիկ չեն կարողանում կարդալ երկար տեքստեր, գրքեր, նամանավան ծավալուն գրքեր, չեն կարողանում նայել պատմական, կենսագրական, գիտական ֆիլմեր։ Իրանց հետաքրքրում է կարճ ֆանտաստիկա, բայևիկ, դժ, մշմշ, կրակոց ու մեկ էլ կոմեդիա։ Չեն կարող նայեն գիտական կինոներ, չեն կարող նայեն, ինչ որ պատմական կինոներ, որովհետև ուղեղը ծանրանում է, չեն ձգում այդքան, հոգնում են։ Սերիս կոմպյուտերային խաղերը, սա գիտական ապացույցներ է, գիտական փաստեր է, բթացնում է ուղեղը։ Ես ունեմ մոտս նշել եմ 13-ից ավել իրական պատմություններ սիրելիս ու աշխարհի տարբեր ծայրերից, մենակ Ռուսաստան չի, Ամերիկա չի, Եվրոպա չի, տարբեր ծայրերից է, թե ինչպիսի ցավալի իրական վկայություններ կա մեր շուրջը, ինչ է կատարվում խաղերի պատճառով։ Մի հատը, որ անձամբ ես տեսել եմ հեռուստատեսությունով, դա դեռ 12-13 թվականին էր, մի դատ էր գնում, հեռուստատեսությունով եմ տեսել, երիտասարդ պատանին, ավելի շուտ 14-15 տարեկան տղայի հանդեպ դատ էր գնում, հետո պետք է տանեին անչափահասների գաղութ, ինքը սպանել էր իր մորը կոմպյուտերային խաղերի պատճառով։ Եվ երբ որ դատավորը հարցնում էր, ասում էր, ինչ է սպանել, ասա բախի խաղս ջնջեց կոմպյուտերի մեջից։ Սիրելիս, եթե սա հոգեկան խանգարում չի, բա ինչ է։ Սա բախի խաղս ջնջեց, մորը, ով իրան ծնել է, կերակրել է, անքուն գիշերներ է անցկացրել, սատանան ոնց է կուրացնում, ոնց է զոմբիացնում, ոնց է փակում աչքերը, որ չի տեսնում ոչ մի բան, բացի իր խաղը։ Բախի խաղս ջնջեց։ Սիրելիս, մայրը, ով նորածին երեխա է ունենում, այնքան է տարված, լսի, սա ֆենոմենալ է, սա երբ որ ես սրանք նայում էի, լսում էի, գրես որ սենց տեղս չէի գտնում, նորածին երեխա ունեցած մայրը, այնքան է տարված կոմպյուտերային խաղով, երեխան սովից մահանում է։ Եթե սա կախարդված չի, եթե սա զոմբիություն չի, եթե սա դիվական չի, ապա ինչ է։ Դե երեխայա թող մի քիչ ծրվի խաղա, էլի խեռախոսը տվել ենք ձեռը, չխանգարի, մենք կոֆե խմենք հանգիստ։ Ծանոթ է, չէ։ Ես չգիտեմ այս խաղերը, բայց այս խաղերի անունները կարդում եմ հատուկ։ Warcraft խաղը։ Երիտասարդը անընդմեջ 19 ժամ եղել էր խաղի մեջ ու մահացել։ Չէր կարացել պոկվեր։ Այս խաղը նույնպես չգիտեմ, Dota խաղից չեն կարողացել կտրել ամիսներ շարունակ, որից հետո նորից մահացել է, մենակ զուգարան կոմպի դեմը, ամբողջ կոմպյուտերի կողքը, իր այդ չիպսերն ու այդ ամեն ինչները։ Եթե սա զոմբիություն չի, եթե սա գերություն չի, եթե սա դիվական չի, ապա սա ինչ է։ Գիտես, ես անկեղծ կասեմ, վկայությունները շատ են, նորապսակ զույգեր բաժանվում են սրա պատճառով։
Ինչի, որովհետև տղեն իր հավեսով կոմպյուտերային խաղերի մեջ աղջիկը տունը նստած կորցնում է հետաքրքրությունը, կորցնում է կյանքի, ընտանիքի հետ կապված սերը, ու արդեն անհետաքրքիր է իրան, հաջող։ Գիտես, կարդում ես, ասում ես, լսի, ասում ես, եթե պիտի աղջկան բերեր տունը դներ, դու գնայր կոմպյուտեր խաղայր, թողեր թող հոր տունը մնար։ Հանգիստ գնայր, դու քո խաղերը խաղայր։ Գիտես, այսօր առավոտ հատուկ Արմինեի հետ խոսում, ասում, ես ուզում եմ անկեղծ լինեմ, եկեղեցու հետ անկեղծ լինեմ Աստծո առաջ։ Ես իմ հիշողության մեջ ինչքան փորփրեցի, երկու անգամից ավել չեմ հիշում, որ ընկերներով գնացել են կոմպյուտեր խաղալու։ Երրորդը չեմ հիշել։ Երկու անգամից ավել չեմ հիշում, որ ընկերներով գնացել են կոմպյուտեր խաղալու, ու խնդրում եմ չասես, դե դու հովիվ ես, հովիվ չեմ եղել այդ ժամանակ։ Սիրելիս, 9-րդ դասարանի տղա երեխան դանակով սպանում է մորը, միայն նրա համար, որ խաղի ժամանակ ասել է հերիք է խաղաս, գնա քնելու։ Սա ինչ է կատարվում։ 11 տարեկան տղա երեխան սպանում է մորը, հետո հորը, նրա համար, որ ասում են դաս արա, հերիք է խաղաս։ Եթե սա կախարդվածություն չի, եթե սա զոմբիություն չի, սա ինչ է։ 22 տարեկան տղան, երիտասարդ, որ պետք է արդեն փող աշխատի, եթե չի սովորում, եթե սովորում է, պետք է կյանքի տեսիլքներ ունենա։ Գնում է, մեքենա է քշում, չգիտեմ ինչա վկայության մեջ տված էր, որ մեքենայով է փող աշխատում, գնում է մեքենա է քշում, գալիս է նստում կոմպի դեմը, գնում մեքենա է քշում, գալիս է նստում կոմպի դեմը։ Եթե սա կախարդվածություն չի, սա ինչ է։ 22 տարեկանը, որ պետք է տեսիլքներ ունենար, նպատակներ ունենար ապագայի համար։ Խալո 3, ես չգիտեմ սա ինչ խաղ է, կարող անուններն եմ սխալ ասում, բայց ինչքան հասկացել եմ, գրել եմ, 16 տարեկան երեխան սպանել է ծնողին խալո 3 խաղի պատճառով, որտեղ ծնողը այդ խաղը ջնջել էր։ Դաս չէր անում, ծնողը խիստ իր դիրքն էր ցույց տվել, ու այսօր ծնողը չունի իշխանություն, երեխուն ասի, այ լակոտի մեկը գնա դաս արա։ Սիրելիս, վկայությունները շատ են։ Ահավոր մի բան, հարսանիքի ժամանակ հյուրերը շնորհավորում են նորապսակ զույգին, փեսան նույն րոպեին օնլայն խաղի մեջ է։ Գսի, մարդու հարսանիքն է, լուրջ չգիտես, խնդաս թե լացես։ Երևի թամադան, քավորը կենաց են խմում, ինքը հեռախոսի մեջ օնլայն խաղի մեջ է։ Եթե սա զոմբիություն չի, եթե սա գերություն չի ու դիվային չի, ապա սա ինչ է։ Սիրելի ծնողներ, հիմա ես չգիտեմ որքանով է տարածված, բայց դեռ կա սինի կիտ, կապույտ կիտ խաղ կա, որի պատճառով անգամ Երևանում երիտասարդները պատաններ ինքնասպան են լինում, որտեղ այդ խաղը դիվային է եւ հոգեբանորեն ազդում է երեխայի վրա եւ տանում է level, աշխարհ, հա, այսպես ասած կոմպյուտերային լեզվով, աշխարհ տանում է, բերում է, հասցնում է մի կետ, որտեղ ինքնասպանության է դրդում երեխային։ Եվ մենք ունեցել ենք Հայաստանում, երբ որ մենք ծառայում ենք, ունեցել ենք նման պատմություններ մեր Վանաձոր քաղաքում, որ երեխան այդ սինիկիտ խաղի պատճառով ինքնասպան էր եղել։ Ուշադիր եղեք ձեր երեխեքի հեռախոսների մեջ։ Ուշադիր եղեք ինչ խաղեր են խաղում, ինչպիսի ժամանակ ինչի վրա են իրանք ծախսում։ Երեխա դե թող մի քիչ զբաղվի։ Սիրելիս, վկայությունները շատ են, չեմ ուզում կարդամ, շատ են ու ամեն մեկը դատական պրոցեսներով ցավալի ձևով անցած։ Մի երեխայի, որ որդեգրել էին, ամուսիններ, նորապսակ զույգեր, երեխա չէին կարողանում ունենային, որդեգրում են երեխային, մեծացնում, սիրում, փայփայում, մի քանի տարի մեծանում, սպանում, խաղի պատճառով։ Գիտես, ես ասեմ, նստեցի ու սկսեցի մտածել զոմբի արտահայտության վրա։ Այսօր շատ է տարածված, պատաններն էլ թող իմանան։ Մտածեցի, այնքան շատ ենք ասում զոմբի բառը ինչ է, օգտագործում ենք մեր մշակույթի մեջ, ու սկսեցի ուսումնասիրել։
Զոմբի բառը գալիս է աֆրո-կարիբյան, հատկապես հայիթյան վուդու դիվական հավատքից։ Վուդու շատ խաղեր, երբ որ դուք քաշեք, ներբեռնեք ձեր հեռախոսի մեջ, խաղը բացելուց դուք կտեսնեք վուդու խաղը այդպես էլ սկսում է։ Ես հենց սկզբից իմ երեխեքին հենց ասել եմ, որտեղ վուդուն դա դև է։ Իմ երեխեքին ասում եմ, ցանկացած խաղ, երբ որ քաշում եք, եթե վուդուն է, ջնջեք մի անգամից, դա մի խաղացեք, որտեղ դա դևով է սկսվում հենց։ Հատկապես գալի վուդու դիվական հավատքից։ Զոմբին այն մարդն է, որը ըստ հայիթյան վուդու հավատքի, հիմա սրտից կարդում եմ կետեր, ու տեսեք իմ բերած վկայություններից ինչով է տարբերվում։ Զոմբին վուդուի այդ ազդեցությունը եւ այն ինչ որ այսօրվա մեր առօրյայում կատարվում է։ Հերթով կարդում եմ. մահացած մարդ, որը կախարդի կամ մոգի միջոցով վերակենդանացված է, չունի սեփական կամք, վերահսկվում է ուրիշի կողմից, մտավորապես անգործունակ է եւ ագրեսիվ, մտավոր անգործունակ է ու դառնում է ագրեսիվ։ Գիտես ինչքան եմ տեսել ագրեսիվ։ Երեխեք հենց ասում ես մի խաղա, հենց ասում ես մի գնա, հենց ագրեսիվ անում, կատաղում է, վայրենանում է։ Նման չի սիրելիս։ Ինչից ինքը կապված է, գերի է եւ վարակում է ուրիշներին։ Դու տեսնում ես ինչա զոմբին։ Դու տեսնում ես ինչ այդ դեպի ազդեցությունը, հերիք չի ինքը գերի է դրա մեջ։ Ինքը հետընկերներ էլ է հավաքում։ Վեցերորդը մարդ ով մտածում է մեկ ուղղությամբ եւ չի տրամաբանում, բթանում է։ 7-րդը մարդ ով ավտոմատացված է եւ անգիտակից։ 8-րդը նա ծառայում է իր տիրոջը առանց բողոքելու։ Ես աչքերը քորացնում են, առողջությունը վնասում են, գիշեր ցերեկ անքուն, փողերը ծախսում են։ Տենում եք տեսել ես որ բողոքի։ Չէ՞ որ դուք բողոքի։ Դա ծառայում է իր տիրոջը առանց բողոքելու։ Եվ այս 9-րդը, ասեմ, ինձ ուղակի շշմացրել է։ Զոմբին կորցնում է իր կամքը, դառնում է շունչ ունեցող դիակ։ Կա, բայց չկա։ Շունչ ունեցող դիակ։ Սրելի սա ահավոր է, թե մեր երեխաներին պատանները նստած են, որ ուշադիր լինենք ինչի մեջ են, թե ինքներս մեզ, նայենք տեսնենք, ինչա կարիքը եւ ինչա ցանկությունը։ Սրելիս կարիքը մի բան է, երեխան կոմպյուտերային խաղեր խաղալու կարիք չունի, դա ցանկություն է։ Կարիքի եւ ցանկության տարբերությունը նրանումն է, առանց կարիքի մարդ չի կարող ապրի։ Այսինքն եթե կարիքը չլրացվի, ինքը չի կարող ապրի։ Ուտելը կարիք է, շնչելը կարիք է, ինքը առանց դրա չի կարող ապրի։ Իսկ ցանկությունը այն բանն է, որ առանց դրա կարող ապրի։ Սրելիս առանց կոմպյուտերային խաղեր խաղալու երեխան կարող ապրի, ես էլ դու էլ կարանք ապրենք։ Էդի կարիք չի, էդի ցանկություն է։ Շատ հաճախ դե էդի կարիք անես, ես կարիք եմ զգում գնամ, այդ կարիք չէ, ցանկություն է։ Առանց դրա էլ կապրես, առանց հաց ուտելու չես ապրի, առանց շնչելու չես ապրի, բայց առանց ցանկության կապրես։ Ու պետք չի խաբվել ու մոլորվել։ Ու հիմա այսպես, եթե մարդը հայտնվել է մի սահմանագծի, որ առանց այդ հաճույքի չի կարող ապրի, ինքը արդեն գերի է ու հայտնվել է սատանայի ճիրաններում, երբ որ այդ հաճույքը արդեն իր համար կարիք է դարձել։ Առանց դրա չի կարող։ Չէ պետք է անեմ, չէ պետք է գնամ։ Սիրելիս, ես ուզում եմ քեզ տամ 4 կետ, որով քննենք մեր կյանքը, ուսումնասիրենք։ Արդյոք մենք խաղերի մեջ բռնված ենք թե չէ։ Կազինոների մեջ բռնված ենք թե չէ։ Ցավալի մի բան, այստեղից շատերս ռայոններից ենք, ռայոններում ծանոթներ ունենք, բարեկամներ ունենք։ Սիրելիս, ես ինքս էլ մենք 20 տարի շարունակ ռայոններում ենք ծառայել։ Տունը նստած աղքատ։ Երեխեն հացին կակայ ասում։ Ինքը on-line
այդ վիվարո, չգիտեմ, ինչ խաղերի մեջ ռուլետկա է ֆռցնում։ Ուզում ես բռնես թափ տաս, ասես գլուխդ ֆռցրա։ Երեխեդ սոված է։ Հեչ տեսել եք աղքատ կազինո ունեցող։ Չէ։ Իսկ տեսել եք աղքատ կազինո խաղացող, լիքը։ Սելիս այդ կազինո ունեցողները հիմար չեն, որ փող բաժանեն։ Հերիքա խապնվենք, բախտս կբերի։ Այս անգամ կլինի։ Լուրջ։ Դա դիվային հոգիա, ազարտի դևնա, որը մենակ գողանում է, նա չի տալիս, սիրելիս չխապնվես։ Գյուղում նստած, ռայոնում նստած, տան պապան, որ պետք է գնա գործ անի երեխուն պահի, նստած ռուլետկա է ֆռցնում։ Առաջին կետ, երբ խաղի ժամերի քանակը սկսում է գերակշռել մնացած ժամանակը, աշխատանք, ընտանիք, շրջապատ եւ շփում։ Մի հատ նայ տես ինչի մեջ է ժամանակը շատը գնում։ Երկրորդը, երբ խաղացողը ավելի շատ է մտածում խաղի հաղթանակների մասին, քան իրական կյանքում հաղթանակներ, ձեռքբերումներ ունենալու մասին։ Գրես ուշքու միտքը խաղի մասին է։ Նամանավանդ այսօր գիտեք ինչ է տարա օնլայն խաղերը, երբ որ իրանք ամեն օր պետք է մեջը մտնեն։ Ու ամեն օր պետք է զարգանան, ամեն օր պետք է չգիտես, տուն առնեն, զորք հավաքեն, այս անեն, այն անեն, սա սատանայի դիվական ծրագիրն է, որ գերության մեջ պահի։ Այսօրվա մեր մարտահրավերների մեջ է մտնում։ Դե երեխա, թե ջահելա թո մի քիչ խաղա։ Ու օր-օրի սատանան գողանում, խլում, գերի է դարձնում։ Երրորդը, երբ խաղերի պատճառով լինում են հոգեկան, առողջական, հասարակական, ֆինանսական կամ ֆիզիկական խնդիրներ։ Չորրորդը, երբ ընտանիքի անդամները զգում են, որ մնացել են երկրորդ պլանում, կամ նրանց հոգացությունը, սերը, ժամանակը անտեսվում է։ Գրես այս չորրորդ կետի համար մեզ պետք է համարձակություն։ Կարող ես համարձակ քո տան զույգին, քո կեսին, կամ քո ծնողին, կամ քո երեխային հարցնել. Իմ խաղերի պատճառով դու ոնց ես զգում, երկրորդ պլան ես ընկել, թե չէ։ Կարաս ես հարցը համարձակ տաս կնոջդ։ Կարաս ես հարցը համարձակ տաս ամուսնուդ։ Կարաս ես հարցը համարձակ տաս երեխայիդ։ Երեխան կարա ես հարցը համարձակ տա իր մամային, իր պապային։ Իմ խաղալու պատճառով դու կարող ես երկրորդ պլան ես ընկել։ Սիրելի, սա ցուցանիշ պետք է լինի մեզ համար։ Ցուցանիշ մեզ համար։ Շատ հաճախ մենք մտածում ենք, դե տանք երեխու ձեռը մեզ չխանգարի, չգիտակցելով, որ մենք մեր ձեռով երեխուն գերի ենք դարձնում։ Նամանավանդ, երբ որ ես ուսումնասիրություններն արեցի ու ես տեսա, որ մենակ պատանիները չէ, երիտասարդները, ջահելները, որ պետքա գնան փող աշխատեն, տուն պահեն, ծրագրեր, երազանք, տեսիլք, ավտո անեն, տուն կառուցեն, էս անեն, չէ, կոմպյուտերի մեջ են։ Ես ուզում եմ քեզ մյուս երազը պատմեմ։ Տարիներ առաջ իմ հարազատի հետ սկսեցի կոմպյուտերային խաղ խաղալ։ Նպատակս իր հետ ընկեր լինելն էր, որ կարողանամ իրան հասկանամ, իր հետ աշխատեմ։ Ու գիտես, հետաքրքիրն ինչումն էր, որ մտնում ես դրա մեջ ու քիչ-քիչ օրորի շաբաթ դու զգում ես այդ նույն օնլայն խաղերը, այն ինչ որ խոսում, սիրելիս, գիտեմ որտեղից եմ խոսում, ինքս այդտեղ եղել եմ։ Ու խաղի իմաստը այնպիսին էր, որ ինչ որ դու այդ խաղի մեջ հրամանատար ես, գյուղեր ունես, տներ ունես, զորք ունես, պիտի զարգանաս, մեծանաս, ու դա օնլայն խաղեր, ու մեջ իր մեջ կար չաթ, շփում, ու մենք շփվում էինք իրար հետ, իմ նպատակը դա էր սկզբնական։ Բայց քանի որ մեջն ես, համ էլ դե ձեր հետ զարգանում ես, այսպես ասած։ Ու գիտես, դա դե մի օր չէր, մի շաբաթ չէր, դա մի քանի ամիս տևեց։ Երբ որ իմ նպատակը այդ էր, բայց կողքից ձեր հետ զարգանում ես, ու հետաքրքիրը գիտեք ինչումն էր։ Եկավ ամառը, մենք պետք է գնանք ընտանիքով ծով հանգստանալու, ու ես գիտեմ, որ ծովում ինտերնետ չկա, ես հիմա ուշքս միտքս մտածում, բա խաղս ինչ եմ անելու։
Ու ման եմ գալի, ճար եմ ման գալիս, որ կարանամ կամ խաղիս այդ լոգին պարոլը տամ մեկին, որ իմ բացակայության ժամանակ կամ մտած նայեմ տենամ, որ գնանք այդ ծով հանգստան, տենաս այնտեղ ինտերնետ կա, որ կարանամ իմ խաղը մտնեմ։ Ես հիմա անկեղծ քո հետ խոստովանում եմ։ Ու գիտես այդ ժամանակ իմ մոտ մի հատ բան եղավ, ասում եմ, հələ մի րոպե, գոր այսօր ենք հասել։ Ընտանիքով պետք է գնանք ծով, ընտանիքով պետք է գնանք հանգստանալու, մտածում ենք, հա, բա խաղս ինչ ա լինելու։ Ու ես երազ եմ տեսնում։ Երազիս մեջ տեսնում եմ մի մեծ մետաղական օձ, շատ հսկա մետաղական օձ, որ քաղաքի մեջով գնում է ու ամեն ինչ վնասում, կուլ է տալիս, սպանում ու վերացնում է։ Ու այդ մետաղական օձի վրա, գլխի վրա մի կարմիր կոճակ կա, որ երազի մեջ մենք գիտենք այդ կոճակը եթե սխմվի մենք կհաղթենք։ Ու իմ ընկերներից մեկը հայտնվում է այդ օձի գլխին։ Ու պետք է սխմի, մի վայրկյան է մնացել, որ պետք է սխմի, չի սխմում, նայում ավրես։ Ես է գոռում եմ, անդո, սխմի, ինքը այսպես պետք է սխմի ու չի սխմում, նայում ավրես։ Ու ես արթնանում եմ։ Արթնանում եմ, գիտես ոնց է շունչդ կտրվում, ասում Տեր իմ Աստված, այս ինչ էր։ Սուրբ Հոգին սրտիս մեջ խոսած։ Մի հատ կնոպ կա, ու դու ազատ կլինես։ Գիտես սրտի թրթյուրով վեր եմ կացել, համակարգիչը միացրել եմ, ու այդ խաղը ջնջել եմ delete։ Այդ կնոպկի անունն էր delete։ Այսօր ես ունեմ կոչ ինձ ու քեզ սիրելիս, սիրելի երիտասարդ, սիրելի պատանի։ Այսօր իմ ու քո ժամանակը շատ թանկ է։ Այսօր ուզում եմ քեզ մի հարց տամ։ Կարաս միջև նոր տարի չխաղաս։ 20 քանի օր է։ Կարաս միջև նոր տարի ընդհանրապես հեռախոսիդ, պլանշետիդ, կոմպյուտերիդ մեջից խաղերը չբացես։ Գրես ուրիշ հարց եմ ուզում տամ։ Իսկ կարաս ընդհանրապես ջնջես։ Դե հով ջան, կարամ չխաղամ, բայց ափսոս է, որ ջնջեմ, այդքան հանցել եմ։ Այդքան լևելներ եմ անցել, այդքան աստղիկներ եմ հավաքել, այդքան, չգիտեմ, փողեր եմ աշխատել, այդքան էս եմ արել, այդքան ալմազներ եմ հավաքել, տենց է, չէ՞։ Իսկ կարաս դա հանուն սրտիդ ազատության ջնջես։ Հանուն նրա, որ ցույց տաս հոգևոր աշխարհում դու ազատ ես, ջնջես։ Բայց քան տարի խաղացել եմ, այդքան չեմ զբաղվում, հով ջան, հո գերի չեմ բան։ Դե ջնջի։ Գերի չես, ջնջի, հարց չկա։ Գիտես, մեր խոսքերը գործով պիտի ապացուցվի։ Պարզապես խոսքեր չեմ, հով ջան, ես կլինի չխաղամ, բայց չջնջեմ, թող մնա։ Չէ։ Չէ, ապացուցի ինքդ քեզ, ապացուցի հոգևոր աշխարհում, որ դու ազատ ես։ Ոչ միայն մի խաղա, այլ ջնջի։ Գիտես իմ հեռախոսի մեջ քանի խաղ կար։ Ու ես վերցրեցի ու խաղերից մեկը չասեմ ամեն օր, բայց հաճախակի առավոտյան երբ որ Արմենի հետ զավտրիկ ենք անում, սուրճ ենք խմում, ինքը այդ խաղը գիտեք, ամեն օր ոնց որ օրվա ինչ որ խաղ է տալիս, հա, օրվա անցնելու բան է տալի, որը տևում է 3 րոպեից 4 րոպե մոտարապես։ Ու ամեն առավոտ այդ 3 րոպեն նստած կոֆե ենք խմում, ես էլ խաղում եմ, զրուցում ենք իրար հետ։ Ու մոտավորապես 7 տարի այդ խաղը իմ հեռախոսի մեջ կա։ 7 տարվա մեջ ինչքան կանցնես, չէ՞ մեծ հավեսով։ Գրեզ երբ որ ես սա աղոթում էի, պատրաստում էի, Տերը ասեց, որ կոչ եմ անելու ջնջենք, ու ես տանը նստած խոսում էի, կիսվում էի, նա տես կողքս նստած էր ասում, պապա հիմա այդ խաղը ջնջելու ես, ասի արի նայ, տես, հոպ գնաց այդ խաղը։ Գրեզ մեր սիրտը պետք է ազատ լինի ամեն ժամանակ Հիսուսի անունով։ Գրեզ ես չեմ ասի, որ օրերով ժամեր էի անցկացնում։ Եթե հաշվենք ամեն օր, չնայած ոչ ամեն օր էր, բայց եթե հաշվենք ամեն օր 3-ից 5 րոպե կարող է այդ խաղը մտնել հավեսի համար, տենց բայց սիրտը պետք է ազատ լինի։ Հիմա սիրելի եկեղեցի։ Սիրելի պատանիներ, ես ուզում եմ գաք դուք առաջ այստեղ։ Սիրելի տնային խմբակի ավակներ, կխնդրեմ գաք առաջ։
Դուք կանգնեք մեջքով ինձ, թող երեխեքը կանգնեն ձեր դեմ, իրանց համար պիտի աղոթեք։ Երեխեքը թող դեմքով ինձ նայեն։ Երեխեք դեմքով ինձ նայեք։ Թող ծառայողները մնան ինձ մեջքով, դուք դեմքով ինձ նայեք։ Սելի եկեղեցի ուզում եմ ձեր ուշադրությունը նույնպես։ Կոչ եմ անում ամբողջ եկեղեցուն։ Չեմ կարա պարտադրեմ ամբողջ եկեղեցուն։ Բայց որպես հովիվ, որպես ծառայության պատասխանատու, կխնդրեմ բոլոր ծառայողները ինձ ուշադիր լսեն։ Բոլոր ծառայողներին պարտադրում եմ։ Բոլոր ծառայողներին սա պարտադրում եմ։ Մինչև նոր տարի բոլորս ծոմ ենք ու ջնջում ենք հեռախոսներից, ոչ թե պրոստը ծոմ ենք, ջնջում ենք հեռախոսներից բոլոր խաղերը։ Այդ ժամանակը նվիրում ենք Աստծուն, նվիրում ենք Տիրոջ երեսը փնտրելուն, այդ ժամանակը փափագում ենք Տիրոջը։ Սիրելիս, ոնց ես մտածում, ես նստեմ կամպյուտերով կրակոցի խաղամ, ինչ-որ մեկի արունը սենց էկրանին ծպնվի ու ես գամ հետո ազատագրման ծառայություն անցկացնեմ, տենց բան չի լինի, տենց բան չի լինի, նորից եմ կրկնում, եկեղեցուն կոչ եմ անում, բայց ծառայողներին պարտադրում եմ, մինչև նոր տարի, ծոմ ենք վերցնում բոլոր խաղերից և ջնջում ենք հեռախոսներից բոլոր խաղերը։ Մենք պիտի ավելի փափագենք սրբությանը, ավելի փափագենք Աստված պաշտությանը, Տիրոջ երեսը փնտրելուն։ Հալելույա, երեխեք դուք հաղթող եք, չթողեք, մի րոպե, չթողեք, կամպյուտերային խաղերը ձեզանից գողանան ձեր թանկ ժամանակը։ Այդ ժամանակը, որ մինչև նոր տարի ծոմ ենք վերցրելու, այսօր առավոտյան իմ Սամուելը, Նատալին իրանց հեռախոսները ջնջեցին ու մաքրեցին։ Մինչև նոր տարի ավելի շատ գիրք կարդացեք։ Ձեր դասերը սովորեք, նոր կտակարան կարդացեք։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր տան հետ, ձեր ծնողների հետ։ Դուք կտեսնեք, մինչև նոր տարի, ինչքան եք ավելի զարգանալու, ինչքան ավելի լավն եք դառնալու, չթողնեք, որ այդ խաղերը ձեզ գերի դարձնեն, առանց խաղերի կարակ ապրեք։ Սիրելի եկեղեցի, կխնդրեմ կանգնես։ Բարձիր ձեռքերդ, միասին աղոթ կանենք և թող ծառայողները հաթաթ աղոթ կանեն երեխեքի համար։ Սիրելիս, մտնում ենք ծոմի մեջ, կամպյուտերային խաղերի, հեռախոս, պլանշետ, վերցրա այս նոր մակարդակը, այդ ժամանակը տուր Հիսուսին, կարդա ավետարան, կարդա նոր կտակարան, աղոթի, ընտանիքիդ հետ ժամանակ անցկացրա, այն ժամանակը, որ պիտի հեռախոսի մեջ լինեիր, այդ ժամանակը կտաս ընտանիքիդ, այդ ժամանակը կտաս Հիսուսին, այդ ժամանակը կվերցնես, կմտնես աղոթքի սենյակ, ու դու կտեսնես մինչև նոր տարի, շատ հաղթանակներ, շատ ձեռքբերումներ Հիսուսի անունով, ամեն, փառք մեր սքանչելի Տիրոջը, ես ուզում եմ անցնեմ իմ խոսքի հաջորդ մասին, ու այս խոսքը վերաբերում է բոլորիս, խոսքը վերնագրել եմ այսպես, քո զոհը խոսում է, ես արագ կլինեմ, քո զոհը խոսում է, սիրելիս ես ուղերձի ընթացքում կտամ մեր ծառայությունների անունները, բայց ուզում եմ իմանաս, որ Սուրբ Հոգին ամեն մեկիդ անունը տալիս է, ես կտամ այն անունները, որոնք տեսնում եմ ես, միգուցե իմ աչքերն են նկատում, բայց ուզում եմ ասեմ, որ Սուրբ Հոգին տեսնում է ամեն մեկիս, տեսնում է ամեն մեկիս զոհը, տեսնում է ամեն մեկիս գինը, որ մենք վճարում ենք, քո զոհը խոսում է, Աստվածաշնչյան տեղը, որ սրտումս կա, դա Գործք առաքելոցի 9-րդ գլուխ 36-րդ խոսքից, ասում է եւ Հոպեի մեջ մի աշակերտ եղած կին կար, անունը Տաբիթա, որ թարգմանված ասվում է այծեմնիկ,
սալիկներ բարի գործերով եւ ողորմություններով, որ անում էր։ Եվ եղավ այն օրումը, որ նա հիվանդացավ եւ մեռավ, եւ նրան լվացին, դրին վերնատանը։ Եվ Լիվդիան, սա տարածաշրջանը, Հոպեին մոտիկ լինելով, աշակերտները լսեցին, թե Պետրոսը այնտեղ է։ Նրա մոտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու, որ չուշանան նրանց մոտ գալու։ Եվ Պետրոսը վեր կացավ եւ նրանց հետ եկավ, եւ երբ որ եկավ, նրան հանեցին այն վերնատունը, եւ ամեն որբևայրիները նրան 4 կողմովը կանգնեցին, լաց էին լինում, եւ ցույց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները, որ այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր։ Եվ Պետրոսը ամենին դուրս հանեց եւ ծունկ դրավ, աղոթք արավ եւ դարձյալ դեպի մարմինը եւ ասեց. Տաբիթա, վեր կաց։ Եվ նա աչքերը բաց արավ եւ Պետրոսին, որ տեսավ, ուղիղ նստեց։ Եվ նա ձեռքը տվավ նրան եւ վեր կացրեց նրան եւ կանչեց սուրբերին եւ որբևայրիներին եւ նրանց առաջին կենթանի կանգնեցրեց նրան։ Եվ հայտնի եղավ բոլոր Հոպեի մեջ եւ շատերը հավատացին Տիրոջը։ Սելիս շատ հրաշալի իրավիճակ։ Կարծես թե տխուր մի պատմություն է։ Այծեմնիկ կոչված քույրը մահանում է հիվանդությունից։ Բայց ինչա կատարվում, նա մահացած է, ննջել, ասում է, լվացրեցին, դրեցին վերնատանը։ Պետրոսին կանչեցին, իրանց հովիվը, իրանց առաքյալ այդ ժամանակ կանչեցին, ու մինչև Պետրոսը պիտի աղոթեր։ Ինչ են անում, ասում է, որբևայրիները հավաքվեցին Պետրոսի կողքը ու սկսեցին խոսել։ Ու սկսեցին բոլոր այն հանդերձները ցույց տալ, բոլոր այն գործած շորերը ցույց տալ, որը այծեմնիկը գործել էր, երբ որ կենթանի էր իրանց մեջ էր։ Սելիս այծեմնիկը մահացել էր, ննջել էր արդեն, բայց այծեմնիկի զոհերը խոսում էին։ Այծեմնիկի զոհերը խոսում էին։ Սելիս քո զոհը ձայն ունի։ Քո զոհը խոսում է։ Այն գինը, որ դու վճարում ես, այն աղոթքները, որ դու անում ես, այն արցունքները, որ թափում ես, այն վազվզուկը, որ ունես Աստծո տան մեջ, Աստծո գործի համար, ավետարանի համար, հարազատիդ համար, բարեկամիդ համար, ուզում եմ ասեմ սրելիս, զոհդ խոսում է։ Միգուցե դու չես լսում, միգուցե դու չես տեսնում, բայց ուզում եմ քեզ ասեմ, հոգևոր աշխարհում մեր բոլորիս կատարած զոհերը խոսում են։ Այսօր ուզում եմ իմ ու քո աչքերը, իմ ու քո հայացքը, իմ ու քո սպասումը ճիշտ ուղղության վրա դնենք։ Գիտես, երբ որ զոհ ենք անում, ոչ թե Աստծուն երեսով տանք, Աստվածան չես տենում, ինչեր եմ անում, այլ այսօր Աստված քեզ է ասում, որդիս, դուստերս, քո զոհը խոսում է, չհանձնվես։ Այսօր սելիս Աստված ինձ ու քեզ է ասում, ոչ թե մենք պտտվենք ու ասենք Աստված, բայց չես տենում ինչքան եմ աղոթում։ Այսօր Աստված քեզ ասում է, քո զոհը խոսում է, չհանձնվես։ Սելիս, ամեն մի ծառայության համար կարամ ասեմ։ Ասում եմ այն ծառայությունները, որոնք դուք տեսնում եք, բայց իմացի, լիքը բաներ կա, որ անում ենք ես, դու, որ դա չի երևում, չի նկատվում։ Գիտես, միգուցե երևացող, միգուցե չերևացող, միգուցե մեկը տեսնվում է, մեկը նկատվում է, մեկը չի նկատվում, բայց հոգևոր աշխարհում ամեն բան գրանցվում։ Հալելույա մեր Տիրոջը։ Գիտես, այսօր իհարկե Սամսոնը կողքը նստած է, բայց Դավիթը խի է սկսել ամեն օր ստեղ, ամեն կիրակի ստեղ նստել։ Գիտես խի, որտեվ զվուկի խնդիր ունեինք։ Ու զվուկը հաճախ ձայնագրության համար զբո էր տալիս։ Ու մենք գրուպայում խոսում ենք, գրվում ենք, էլի վատա։ Դավիթը ասեց, կլինի ես ամեն անգամ ընդ նստեմ, որ զվուկը միշտ ստուգեմ։ Կլինի։ Գիտես զոհա, որ հյուրասիրության ծառայությունը միշտ գալիս է ավելի շուտ, որպեսզի չայերը պատրաստի, բաժակները դնի։ Զոհա, երբ որ կարկանի ծառայությունը գալիս է, աթոռներն է դասավորում, մաքրությունն է անում, որ մենք գանք ու նստենք։ Զոհա, սիրելիս, երբ որ պուլտի ծառայությունը շուտ գալիս է, ու այս ամեն ինչը դասավորում է, որ այսօր մենք այս ձայնը ունենանք, որ այսօր մենք կարողանանք Աստծո խոսք լսենք։ Զոհա, երբ որ փառաբանության ծառայությունը շուտ գալիս է, շաբաթվա մեջ 2 անգամ հավաքվում են, փորձեր են անում, որ կարողանանք մենք վայելենք, կարողանանք մենք Տիրոջը երկրպագենք։ Զոհա, սիրելիս, զոհա մանկական ծառայությունը, որ ամիսներ շարունակ կարան քարոզ չլսեն, բայց մեր երեխեքին Աստծո խոսք սովորեցնեն։ Զոհա, սիրելիս, զոհերը խոսում են։ Զոհա, երբ որ դու ասում ես ես վազելով կգնամ Աստծո տուն, որ հանկարծ չուշանամ,
Գիտես, քանի անգամ եմ կարդացել գրուպայում, որ գնում են եղբայրները գրում են. «Յա բիգու, ես վազում եմ, գալիս եմ, հեսա հասնում եմ»։ Նայում եմ, ուրախանում եմ։ Ասում սա զոհա։ Սա զոհա։ Գիտես, մենք կարանք տեսնենք, ես չգիտեմ, տեսել եք թե չէ, խելոք այնտեղ կանգնած է։ Ալբերտը շատ հաճախ Կարինեն գործ անում, փող աշխատում։ Ալբերտը երեխուն կվեկալի կդնի ավտոյի կողքը, կգա որ չորեքշաբթի աղոթքին մասնակցի։ Այն մեկը գործը շուտ կփակի, կգա որ աղոթքին մասնակցի, Աստծո տունը լինի։ Գիտես, կարամ ամեն մի ծառայողի համար ասեմ։ Կարամ Ալայի համար ասեմ, որ կարա խանութը չէ, իր աշխատանքի տեղը կարա փակի, հասնի ինչ-որ մի հատ քուրիկի համար աղոթք անի, որովհետև պետք է, զանգել են, ասել են։ Կարամ Սուսանի համար ասեմ, տնային խմբակի ավակների համար, որ կարա գիշերը չքնի ու աղոթք անի ու ծոմ վեկալի։ Սելիս դա զոհա։ Զոհա ամեն մի տնային խմբակի ավակի արած գործը, որ կարաս դու չիմանաս, բայց ինքը աղոթքների ու ծոմերի մեջ լինի տնային խմբակի համար։ Արտուր աղբոր համար կարամ ասեմ։ Գիտես, խմբակից կվազի ընդեղից կվազի գործից էլ կվազի Մոսկվա սովորելու, ու դա զոհա, դա ծառայություն է, ամեն մի զոհը խոսում է սիրելիս, ամեն մի զոհը խոսում է, ով գիտի, որ Արամայես էստեղ մենակ է հիմա, ընտանիքը, թղթերի, բանի պատճառով, Ջուլիան, մեր երեխեն, գիտեք, խնդիր եղավ գնաց, բայց այս մարդը ստեղ է, այսօր ծառայում է, սիրելիս, մեր զոհերը խոսում են, մեր զոհերը խոսում են ու հոգևոր աշխարհում այսօր ուզում եմ քեզ ասեմ սիրելիս այսօր ոչ թե մենք պիտի Աստվածան չես տենում այլ Աստված ինձ ու քեզ է ասում որդիս դուստերս զոհդ խոսում է դու շտապելով եկել ես գիտեմ շատերդ աղբերս ընդեղ նստած է հարյուրավոր կիլոմետրեր ամեն կիրակի մեքենայով քշում է գալիս է ասում լսի ասում հալալ ասում ով ջան Հիսուսն է Գրես դա զոհա ու այդ ամեն մի զոհը խոսում ասրելիս առավոտյան որ արտանում ես սիրուն հագնում ես ու ասում ես այսօր կիրակի է այսօր վազում եմ Աստծո տուն հոգևոր աշխարհում դա երևում է երբ որ քեզ գործի գրաֆիկ են առաջարկում ու դու ասում ես մի րոպե ստոպ այսօր ես պիտի Աստծուն ծառայեմ այսօր ինձ մի զբաղացրեք այսօր իմ Տիրոջ օրն է այդ օրը էդի զոհ ասրելիս որ հոգևոր աշխարհում խոսվում է Դու ունես ծածուկ զոհեր քո տան համար, ծածուկ աղոթքներ քո տան համար, միգուցե ֆինանսական զոհեր ես անում, միգուցե աղոթքի զոհեր ես անում, ծոմապահության զոհեր ես անում, միգուցե մայր ես, որ տանը հաց ես պատրաստում, որ տունը տուտի, բայց դու չես ուտում, դու զոհ ես անում ու զոհդ խոսում է, զոհդ հոգևոր աշխարհում աղաղակում է հաղթանակ, զոհդ հոգևոր աշխարհում աղաղակում է ճեղքում սիրելիս, այսօր ուզում եմ քեզ Աստծո անունից ասեմ չհանձնվես, հանկարծ ձեռքերդ չթուլանա, հանկարծ չհիասթափվես, երբ որ ինչ-որ մի բան ուշանում է ու չես տեսնում, ուզում եմ քեզ ասեմ, զոհդ աղաղակում է, զոհդ ճեղքում է կանչում, զոհդ Աստծո զորությունն է կանչում, զոհդ Աստծո պատասխաններն է կանչում, շարունակիր ապրել հավատքով Հիսուսի զորավոր անունով։ Սրելիս, Տերը տեսնում է երկնքից, Տիրոջ առաջ ոչինչ բան չի կորում, Աստվածաշունչն ասում է կգա ժամանակ և կլինի տարբերություն, Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի մեջ, Սրելիս, միգուցե քո ծառայությունը ներկա պահին եկեղեցու մեջ չի, հյուրասիրության մեջ չես կամ կարկանի մեջ չես կամ գթության մեջ չես, բայց դու ունես քո ծառայությունը Տիրոջ առաջ, Միգուցե դու էլ քո հարազատ բարեկամներին ես վկայում Աստծո խոսքը, դու օրինակ ես քո աշխատանքի տեղը, գիտես, այն օրը մեր քույրերից մեկի հետ խոսում եմ, այնքան հետաքրքիր ու այնքան ուրախացա, ժամանակ կար ինքն էր հալածում, ու հիմա ուրախ ասում է, հիմա հով ջան, ես հալածվում եմ, հալելույա, դա զոհա, հիմա դու հալածվի, ոչինչ, հալածել ես, հիմա դու հալածվի, Տերը օրհնի, սիրելիս, հոգևոր աշխարհում ոչի բան չի կորում, Տերն ասել է կգա ժամանակ և կերևա ինձ ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը, միգուցե դու եկեղեցում չի երևում, բայց դու քո Հիսուսի առաջ ես, քո Հիսուսի առաջ ես տանը, քո Հիսուսի առաջ ես քո աշխատանքի տեղը, քո
Քո Հիսուսի առաջ ես տրանսպորտի մեջ, քո Հիսուսի առաջ ես միգուցե մի հատ մուրացկանի կողքով անցնելուց, որը նորից զոհ ես անում, հացով ես կերակրում, քո Հիսուսի առաջ ես։ Հալելույա մեր Տիրոջը։ Ես ուզում եմ կանգնենք ոտքի։ Տիրոջ խոսքից ուզում եմ կարդամ։ Եթե ինչ-որ մի ծառայության անուն չտվեցի, իմացի, որ Տերը ամեն մեկից նկատի ունի։ Ամեն մեկից նկատի ունի։ Տերը տեսնում է բոլոր զոհերը։ Հոգևոր աշխարհում գրանցվում է բոլոր զոհերը։ Եբրայեցիս 12:24 խոսքը. Եվ նոր կտակարանի միջնորդ Հիսուսին եւ այն արյունի սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան թե Հաբելի արյունը։ Սիրելիս, նույնպես մեր Տիրոջ արյունը, որ թափվել է, խոսում է այսօր հոգևոր աշխարհում, խոսում է բոլորիս համար, խոսում է նրանց համար, ովքեր հավատում են այդ այրանը։ Ինչ է խոսում Հիսուսի արյունը։ Եթե Հիսուսը քո Տերն է, խոսում է փրկություն։ Եթե Հիսուսը քո Տերն է, խոսում է արդարացում, խոսում է ներում, խոսում է սրբացում։ Եթե Հիսուսը քո Տերն է, խոսում է հաղթանակ։ Եթե Հիսուսը քո Տերն է, Հիսուսի արյունը քեզ տանում է սրբության սրբոց, մոտեցնում է շնորհքի գահին։ Եթե Հիսուսը քո Տերն է, Հիսուսի արյունը խոսում է խաղաղություն Հոր հետ։ Հիսուսի արյունը խոսում է միաբանություն Հոր հետ։ Սիրելիս, այսօր մեր Տիրոջ զոհը նույնպես խոսում է մեր կյանքում։ Եվ մենք այսօր իրար այդ սուրբ հաղորդություն ենք ընդունելու հենց այն հայտնությունով, որ թույլ ենք տալու եւ ասել ենք Տեր, թող քո զոհը խոսի մեր կյանքում։ Թող քո թափած այրան զորությունը խոսի մեր կյանքում։ Շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Հիսուս։ Մինչ կանցնենք առաջ, ես ուզում եմ մի հարց տամ։ Կա մարդ, որ այսօր առաջին անգամ է։ Եթե դու առաջին անգամ ես, կխնդրեմ ձեր բարձրացնել սիրելիս։ Աստված օրհնի։